Տեսեք ինչն է նաև տարօրինակ, եթե նոր իմ մտքով անցավ, եթե խնդրով զբաղվում է ճանապարհային ոստիկանությունը, վախենամ կոռուպցիայի նոր դուռ է բացում։ Արդեն, տեսնում եք, ինչ հետաքրքիր է ստացվում։ Բայց մեկ ուրիշ ավելի կարևոր հարց կա։ Հայաստանից բեռներ գնում են Ռուսաստան, Ռուսաստանից էլ բեռներ գալիս են Հայաստան, չէ՞, այսինքն երկու երկրների անմիջապես տնտեսական շահեր են շոշափվում։ Ռուսաստանը թքած ունի իր շահի վրա։ Ստացվում է այդպես, որովհետև այդ բեռնափոխադրումները որքան պետք են Հայաստանին, նույնքան էլ, եթե ոչ ավելի, պետք են Ռուսաստանին։ Եվ այնպես չի, որ այդ բեռներ տանող բերողների մեջ Ռուսաստանից եկող վարորդները ավելի շատ են կամ հավասար են։ Հիմնականում հայ վարորդներն են բեռները եւ տանում եւ բեռները այնտեղից բերում։ Ուստի այս խնդիրը, որը մեզ համար գնալով դառնում է լուրջ խնդիր, որը ոչ միայն մեզ համար, ընդհանրապես բոլոր բեռնափոխադրումներ իրականացնող ցամաքով երթևեկող բեռնափոխադրող վարորդների համար Ռուսաստան մտնող տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից, սա լրջագույն խնդիր է դարձել, բայց միևնույն ժամանակ դա շատ ուղիղ անդրադառնում է նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսության վրա, բայց միևնույն է ուժայինները պնդում են, որ իրենք անվտանգության հարց են լուծում եւ շարունակում են խստացնել միգրացիոն օրենսդրությունը։ Պարզապես ես ուզում եմ հասկանալ, որ միգրացիոն օրենսդրության խստացումը պետք է ազդի միգրանտների վրա։ Ես հասկանում եմ, որ իրենք երբ որ ասում են օտարերկրացի, նկատի ունեն բոլոր օտարերկրացիներին, բայց չի կարելի տնտեսությանը նման հարված հասցնել, այդ թվում նաև իրենց տնտեսությանը։ Ուղղակի այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում այն, ինչ այս պահին տեղի է ունենում։ Ռուսական տնտեսությունը, չէ՞։ Միանշանակ, եւ նույնիսկ այս տրամաբանությունից ելնելով Ռուսաստանի սահմանապահները երկար ժամանակ մեր վարորդներին, որովհետեւ երբ որ ես եթերից ասում եի, որ 90 օրը լրանալուց հետո խնդիր է լինելու, վարորդներին ասում էին, որ այդ հոդվածը ձեզ չի վերաբերվում։ Ես միշտ ասում եմ, որ դա առողջ տրամաբանության շրջանակում են իրենք ենթադրել, որ այդ օրենքը բեռնափոխադրողներին չպետք է վերաբերվի։ Եվ հետաքրքիր է, որ Ռուսաստանի նախագահի 1126 հրամանագիրը, սրա մասին էլի ձեր եթերներից խոսել ենք, որ թույլատրում էր անձինք, որոնք մինչև սեպտեմբերի 10-ը ունեն որևէ վարչական խախտում, առանց ՌԴ տարածքը լքելու կարողանան շտկել փաստաթղթերը եւ շարունակեն արդեն որպես օրինական միգրանտներ գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Եվ մինչև սեպտեմբերի 10 որևէ մեկը չի անհանգստացրել, այդ թվում նաեւ վարորդներին։ Ու սա հնարավորություն է տվել եւ սահմանապահն էլ հավաստիացրել է, որ այդ օրենքը ձեզ չի վերաբերվում։ Եվ սրա արդյունքում վարորդները հիմա կուտակել են իրենց 90 օրից ավելի 100 եւ ավելի օրեր, ինչի արդյունքում հիմա ոստիկանությունը պարզապես հաշվարկում է այդ օրերը եւ մուտքի արգելք է դնում բեռնափոխադրող վարորդներին։ Ու ոչ ոք հաշվի չի առնում իր կամքից անկախ է այդ մարտը այդ օրերը։ Ոչինչ հաշվի չի առնվում։ Դու երկար մնացել ես Լարսում սահմանապահի մեղքով, մաքսակետի աշխատողի մեղքով, թե ինչ որ այլ պատճառով, եթե նույնիսկ ունես տեղեկանք, որ քո մեքենան փչացել էր, չգիտեմ, շարժիչը փչացել էր եւ դու ստիպված ես եղել 15 օր վարպետի մոտ, որը քեզ տալիս է լիցենզավորված հաստատություն է, որը քեզ տալիս է փաստաթուղթ, թե դու ինչու ես մնացել։ Միևնույն է, որևէ բան հաշվի չի առնվում։ Այնուամենայնիվ այդ օրերը հաշվարկվում են եւ 90 օրից հանվում են։ Դատավիկ, ասեք, զբոսաշրջիկը բախվում է այսպես։ Եթե զբոսաշրջիկը 90 օրից ավել մնա, նա անշուշտ կբախվի այս խնդրին։ Եթե գնա գա Ռուսաստանի Դաշնության տարածք եւ 90 օրը գերազանցի այնտեղ գտնվելու, ինքը նույնպես կբախվի, այսինքն որևէ կատեգորիայի համար բացառություն չկա։ Բայց իրենք ենթադրում են, որ զբոսաշրջիկները հաստատ 90 օրից ավել չեն մնում, ավելի քիչ են մնում։ Այստեղ սա ազդում է իմ նշած կատեգորիայի բեռնափոխադրողներ, ուղևորափոխադրողներ եւ այլն, եւ այն անձանց վրա, ովքեր որպես
միգրանտի կամ ՌԴ քաղաքացու ընտանիքի անդամ են մեկնում եւ օրինակ ծնողները եթե տարվա ընթացքում 2 անգամ 3 ամսով օրինակ ձմռանը եւ ամռանը գնում էին իրենց երեխաների մոտ, որոնք ապրում են Ռուսաստանի Դաշնությունում։ Նրանց համար էր ժամկետը կրճատվել, որովհետեւ այցի նպատակը աշխատանքը չէ։ Սա այս կարգավորումը աշխատելու նպատակով մեկնողներին չէր վերաբերվում, ուսանողներին չէր վերաբերվում, մնացած բոլորին վերաբերվում է, բոլոր կատեգորիաներին։ Ես հիշում եմ, մենք այն ինչ հիմա պետք է ասեմ, մինչո օրենքի ուժի մեջ մտնելը մենք խոսեցինք եւ արեցինք որոշակի ենթադրություններ։ Հիմա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատանքային միգրանտների ռեգիստրացիայի նոր համակարգը արդեն ներդրվել է։ Ինչ ռիսկեր են առաջացել։ Ուրեմն սեպտեմբերի 1-ից Ամինա բջջային հավելվածի միջոցով Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում աշխատանքի նպատակով մեկնող աշխատանքային միգրանտները պարտավոր են իրենց միգրացիոն հաշվառումը անել։ Սկզբում ասեմ process-ը ինչպես է լինում, հետո ասեմ ինչ խնդիրներ են առաջացել։ Միգրանտը երբ մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության, այս պահին Մոսկվա կամ Մոսկվայի մարզի որևէ քաղաք։ Մոսկվան պիլոտային է համարվում։ Այո, Մոսկվա եւ Մոսկվայի մարզը պիլոտային ծրագիրը հիմա այդտեղ իրականացնում են։ Սահմանին հիմա վերցնում են մատնահետ, կել չեն սպասում հետո։ Հենց ուղիղ սահմանին միգրացիոն քարտը լրացնելու ընթացքում վերցնում են մատնահետ եւ լուսանկարումը իրականացնում են։ Այսինքն առաջին կենսաչափական տվյալը վերցնում են, իդենտիֆիկացիան անցնում են։ Հաջորդը, անձը պետք է ունենա իր անունով, իր անձնագրային տվյալներով եւ իր մատնահետքով հաստատված հեռախոսային քարտ։ Գնում է բջջային օպերատորի մոտ, բջջային քարտ է գնում, ռուսական քարտ պետք է գնի, որը ամրակցվում է այն հեռախոսին, որտեղ տեղադրվում է այդ քարտը։ Չի կարելի հանել այդ քարտը այդ հեռախոսից, իրենք իրար հետ իդենտիֆիկացվում են։ Եվ իդենտիֆիկացվում են տվյալ անձի հետ, որովհետև այդ քարտի վրա պետք է կցված լինի տվյալ անձի բանկային քարտ եւ այլն, գոսուսլուգ է ամեն ինչ։ Հաջորդ քայլը պետք է գնա Սախարովի ուրեմն բազմաֆունկցիոնալ կենտրոն Վարշավսկի պողոտայի վրա, շասեի վրա գտնվող։ Ուրեմն այնտեղ պետք է անցնի բուժզննում եւ արդյունքում ստանա միգրանտի կարմիր քարտը։ Հեռախոսի մեջ ինքը ներբեռնում է այդ Ամինա հավելվածը, առայժմ այն աշխատում է միայն Android հեռախոսների վրա, iPhone-ների վրա դեռևս չի աշխատում։ Ամինան ներբեռնում է հեռախոսի մեջ եւ երբ որ կստանա կարմիր քարտի հակառակ կողմում կա QR կոդ։ Ամինայի QR կոդի միջոցով Ամինա համակարգը ինքը ակտիվացնում է եւ այդ համակարգի միջոցով իրականացնում է իր միգրացիոն հաշվառումը, իր իրական բնակության հասցեում, այն տանը, որտեղ ինքը բնակվում է իրականում։ Բայց խնդիր է առաջանում նրանում, որ ինչպես Yandex Taxi, այնպես էլ Ամինայի այդ քարտեզը, եթե դու հասցեն գրում ես, ցավոք լինում են դեպքեր, երբ բերում է ոչ թե այն ուղիղ տունը, այլ բերում է օրինակ դիմացի շենքը։ Եվ պետք է բացել մատով, բացել քարտեզը, տեղում նշել։ Մենք արդեն դեպքեր ունենք, երբ անձինք այդպես չեն այլ ուղղակի հասցեն են ներբեռնել, կողքի հասցե շենքում է տվել իրենց հասցեն կամ դիմացի փողոցում եւ արդյունքում իրենք մուտքի արգելքի տակ են հայտնվել, որովհետեւ այդ համակարգով ոստիկանությունը, այո, չիմանալ խնդրի մասին, ոստիկանությունը անընդհատ հսկում է, թե դու իրապես գտնվում ես այն հասցեում եւ պարզում է, որ այդ հասցեում չի գտնվում, դիմացի շենքում է բնակվում տվյալ անձը։ Ու այստեղից գալիս է, որ դուք հայտնվել եք ռեստրում, երբ գնում է հասկանալու, ինչու պարզում է, որ բարձաբանումներ չի օգնի։ Չի օգնում։ Այսինքն ես ամեն անգամ զգուշացնում եմ, ասում եմ, երբ որ Ամինայով փորձում եք ձեր միգրացիոն հաշվառում անել, բացեք այդ քարտեզը եւ հստակ նշեք այն տեղը, որտեղ դուք բնակվում եք։ Ինչու է արվում։ Միգրանտին պարբերաբար գալիս է ծանուցում եւ նրան գեոլոկացիայով հսկում են իրապես ինքը բնակվում է իր իրական այն հասցեում, որտեղ հաշվառված է, թե ոչ, որովհետեւ ՌԴ օրենսդրության համաձայն, եթե անձը չի բնակվում այն հասցեում, որտեղ հաշվառված է, դա համարվում է լրջագույն խախտում, նաև քրեորեն պատժելի արարք է դա եւ կարող է մինչեւ 1 տարի ազատազրկվել անձը։ Այսինքն այլևս այդ նախկին տարբերակ այլտեղ հաշվառվել, այլտեղ բնակվել չի գործում, պետք է հստակ առնվազն Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում այդ գրանցումը հստակ լինի։ Հիմա եթե անձին պարբերաբար գալիս է ծանուցում ու ինքը չի արձագանքում այդ ծանուցումներին, դա կարող է ենթադրություն լինել, որ անձը հեռախոսը թողել է այդտեղ, իսկ ինքը գտնվում է այլ վայրում։ Սա էլ է հիմք,
որպեսզի անձը հայտնվի վերահսկվող անձանց ռեեստրում։ Ուստի երբ որ մարդիկ ասում են դե կտանեմ այնտեղ որտեղ հաշվառված եմ հեռախոսը կթողնեմ, այնքան էլ միամիտ չեն այդ ծրագիրը գրողները։ Իրենք պետք է տեսնեն, որ դուք շարժվում եք, այդ հեռախոսը ձեզ հետ գնում է ինչ որտեղ, այսինքն իրենք ձեր ամենօրյա այդ շարժմանը հետևում են եւ պարբերաբար ուղարկում են վստահանալու, որ ձեր հեռախոսը չեք թողել որևէ տեղ, այն միշտ ձեզ մոտ է եւ դուք պետք է արձագանքեք։ 3 օր չարձագանքելը բերում է վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելուն եւ մուտքի արգելքի, այսինքն մուտքի արգելք չէ, արտաքսում վիսլ կա ոստիկանության որոշումով։ Ոստի պետք է բավականին զգույշ լինել այս հարցում։ Բայց ընտանիքի անդամների համար շարունակում է մնալ նախկին թղթային տարբերակով հաշվառում իրականացնելը։ Այսինքն, եթե ընտանիքում կա եւ աշխատանքային միգրանտ, եւ ընտանիքի անդամներին էլ է տարել, աշխատանքային միգրանտը ամինայով է անում հաշվառումը, ընտանիքի անդամների թղթային տարբերակով։ Մյուս խնդիրը, որ հիմա առաջանում է, այն է, որ ամինան չի գործում, ուրեմն հոստելների, հյուրանոցների եւ հանրակացարաններում բնակվող միգրանտների համար եւ նրանք եւս պետք է թղթային տարբերակով անեն։ Պարզապես հիմա կան ուրեմն այնպիսի գործատուներ, որոնք տարածքներ ունեն, որտեղ աշխատում են միգրանտները, ունեն վայրեր, որտեղ բնակվում են, բայց այդ վայրերը որպես հանրակացարան, հոսթել կամ հյուրանոց գրանցված չեն։ Ու այստեղ էլ է խնդիր ծագում։ Այսինքն իրենք չգիտեն։ Ծագում է ոչ թե գործատու, այլ միգրանտի։ Խնդիրը գործատուին տուգանք, բայց միգրանտին մուտքի արգելք։ Այսինքն երկուսի համար էլ խնդիր է ծագում, բայց միգրանտը ամենաշատ տուժողն է, որտեվ Հարգելի կարճ կասեք, այս խստացումները բերել են Ռուսաստան հոսքի կամ արտահոսքի փոփոխություն։ Անշուշտ։ Մենք արդեն ունենք նվազում եւ տենդենսը նկատվում է։ ՌԴ մեկնողների թվի նվազում մենք ունենք, որտեղ միգրացիոն օրենսդրության խստացման արդյունքում ընդամենը վերջերս սեպտեմբերի 1-ի դրությամբ մուտքի արգելք ունեցողների թիվը 18000-ը գերազանցում է, որ արդեն այդ թիվը այս տարվա համար դա լուրջ թիվ է։ Մենք արդեն 18000-ի մասին ենք խոսում։